Պաշտոնական բացում հետո միջազգային գիտաժողով աշխարհի տարբեր երկրներից ժամանած Մերգելյանի 80 հյուր գիտնականները Հայաստանում են քննարկում ՏՏ ոլորտի համաշխարհային նորություններն ու ներկայացնում ձեռքբերումները։ Գիտաժողովը կազմակերպվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, Մաթեմատիկայի ինստիտուտի, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։ Միջազգային նման գիտաժողովներ 1997 թվականից սկսած տարին 2 անգամ է կազմակերպում։ Հայ գիտնականները հնարավորություն են ունենում շփվել մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ, փոխանակվել փորձով։ Այս անգամ հանդիպման առիթը Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանն է։ Գիտաժողովի մասնակիցներից շատերը նրան անձամբ չեն ճանաչել, բայց իրենց ուսուցիչն են համարում։ Ինձ համար իրոք հաճելի է հիշել այն օրերը, որ մենք Սերգեյի հետ միասին ենք անցկացրել։ Նա վառ անհատականություն էր, հիանալի ընկեր։ Ինձ միշտ զարմացրել է նրա արագ եզրահանգումներ անելու ունակությունը։ Ամեն վայրկյան մի նոր բան կմտածել։ Ես Մերգելյանին միայն մեկ անգամ եմ հանդիպել, բայց նրա ու նրա արած գործի մասին ամենուր եմ խոսում։ Տարբեր երկրներում, տարբեր գիտաժողովների ժամանակ եմ հիշատակում թեորեմի կարևորությունը, որ ապացուցել է մեծ գիտնականը։ Իդեպ նրանից հետո շատերն են փորձել այլ կերպ ապացուցել այն։ Այդ մասին ինձ ասել են եւ Ուկրաինայում եւ Գերմանիայում։ Մերգելյանի տարբերակը, սակայն, առանձնահատուկ է։ Այս թեորեմի ապացուցման տարբերակները հայտնի գիտնականները փնտրում էին ավելի քան 70 տարի։ Բազմանդամներով մոտարկման դասական խնդրի բարդ լուծումը Մերգելյանը գտավ երիտասարդ հասակում։ Հայ գիտնականի առաջարկած լուծումը կառուցողական է եւ մինչ օրս մնում է միակը իր տեսակի մեջ։ Նրա հիմնական թեորեմը, այսպես կոչված մոտավորությունների տեսության մասին է, որը ունի մեծ կիրառություններ հաշվողական մաթեմատիկայում եւ այսպիսով կարող է այն օգտագործվել բազմաթիվ այլ բնագավառներում, օրինակ ինժեներիայում կամ կոմպյուտերային գիտություններում։ 21 տարեկանից Մերգելյանը արդեն գիտությունների դոկտոր էր, ամենաերիտասարդը Խորհրդային Միությունում։ Նա առաջիններից էր աշխարհում, որ ուշադրություն դարձրեց արհեստական ինտելեկտի կարևորությանը։ Արտաշես Շահինյանի ձևակերպմամբ Հայաստանում ձևավորվում էր մաթեմատիկայի պատմության նոր շրջան։ Նա կարողացավ տեսնել հետագան։ Եթե մենք հիմա ուշադրություն ենք դարձնում artificial intelligence վրա, ուրեմն փաստորեն Մերգելյանը 70-ական թվականներին արդեն այդ ուղղության վրա մեծ ուշադրություն էր դարձրել։ Մաթեմատիկան նրա աշխարհն էր, փոքրիկ Հայաստանը ուզում էր այդ աշխարհի կենտրոնում տեսնել։ Մերգելյանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը հետագայում եզակի էր լինելու ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Եվրոպայում։ Մերգելյանի գլխավորությամբ գործը սկսվեց 30 երիտասարդ համալսարանականների հետ։ Նրանցից մի քանիսը այսօր էլ աշխատում են ինստիտուտում, գիտաժողովի առաջին շարքերում են։ Այն ինչ որ մենք արել ենք առաջին տարիների հատկապես դա առաջին սերնդի մեքենաներն են եւ պետք է ասեմ որ նման մեքենա որը մենք արել ենք ըստ էության Խորհրդային Միությունում այն ժամանակ դեռ չկար։ Մեզ համար դա շատ կարևոր հանգամանք էր նաև ասում որ այնպես արեք որ մենք ամոթերից չմնանք ուշադիր եկեղեցին եւ ինքը իր խոսքի տերն է, այսինքն նա մեր հետևում էր ոնց է գնում գործը, խո խնդիրներ չկան։ Հայ մասնագետների կատարած գործերի մասին խոսակցությունները տարածվում էին Խորհրդային Միությունում ու անգամ կարողանում դուրս գալ դրա սահմաններից։ Հայ մասնագետներին էին վստահվում ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքները։ Ուսուցիչ թրիչքը, որ պլանավորված է, որ այստեղից ապարատները գնան դուրսին ու հետո վերադառնան, դա պահովում էր։ Հատուկ ընտրեցին, որ մի բան արեք, քանի որ դուք այսպիսի կարևոր գործեր եք արել, Մոսկվայի հետ կապված եւ այլն, ապա այս աշխատանքը վերցեք ձեր վրա։ Մենք վերցեցինք եւ 9 ամիս մենք ինստիտուտից պրակտիկորեն դուրս չենք գալիս։ Դուրս չենք եկել այդ կոլեկտիվը։ Եվ վերջո նույնիսկ այն պարամետրները, որոնք որ անհրաժեշտ էին այդ գործի համար, մենք ապահովեցինք 100%-ով։
Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումից 1 տարի անց Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնը։ Հաշվի առնելով, որ արդեն ձևավորվում էր Հայաստանում մաթեմատիկական դպրոց, կար պոլիտեխնիկական ինստիտուտ, որը կարող էր ինժեներներ, լավ էլեկտրոտեխնիկներ էին թողարկվում այդ ինստիտուտում և նրանք կարող էին ուղղակի վերափոխվել այս նոր ուղղության վրա։ Հիմնադրման գործում մեծ դեր է խաղացել Սերգեյ Նիկիտիչ Մերգելյանը։ Նա այդ ժամանակ երիտասարդ գիտնական կարողացավ կազմակերպել, ստեղծել երկու կարևոր հիմնարկներ, որոնց հիմնական նպատակը կոմպյուտերագիտության զարգացումն էր Հայաստանում։ Հաշվողական կենտրոնը հիմնադրման առաջին իսկ տարիներից և գիտական և հաշվողական գործառույթներ ուներ։ Շուրջ 21 տարի այն ղեկավարում էր Սերգեյ Մերգելյանը։ 1992 թվականից ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ վերանվանված հաշվողական կենտրոնում այսօր էլ գործում են բաժիններ, որոնք ստեղծվել էին Մերգելյանի օրոք։ Այժմ ինստիտուտում կա բաժին, որը ստեղծվել է Մերգելյանի օրոք, որը զբաղվում է պատկերների վերամշակմամբ և ալգորիթմերի արագացման ուղղությամբ։ Նաև մի այլ բաժնում, որը կոչվում է ալգորիթմերի տեսության և ծրագրերի ավտոմատ սինթեզի բաժին։ Մաթեմատիկան ամենագեղեցիկ բանն է, սիրում էր կրկնել Մերգելյանը։ Նա Հայաստանում դրեց ՏՏ ոլորտի հիմքը, որն այսօր էլ զարգանում է։ Մենք տեսնում ենք ամեն տարվա զարգացում IT ոլորտի, շուրջ 20-ից 30% տարեկան աճ ունենք և մեր շուրջ համախմբվում են այդ ուղղություններով զբաղվող բազմաթիվ երիտասարդներ։ 1965-ին Սերգեյ Մերգելյանի ակտիվ նախաձեռնությամբ և մասնակցությամբ Երևանում կազմակերպվեց իր բնույթում ԽՍՀՄ-ի համար եզակի միջազգային գիտաժողով ֆունկցիաների տեսության գծով, որին մասնակցեցին աշխարհի տասնյակ առաջատար մաթեմատիկոսներ։ Մերգելյանի մահից 10 տարի անց նրա վաստակած անունն ու համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը շարունակում են աշխատել։